Հարգելի լրագրողներ, հարգելի ներկաներ, Յուվենտուսի Հայաստանյան ակադեմիայի առաջնային նպատակը եվրոպական լավագույն փորձի ներդրմամբ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, ինչը ծառայելու է մեր բոլորիս երազանքին եվրոպական մակարդակի հայկական ֆուտբոլ ունենալուն։ Մենք ստեղծում ենք բոլոր անհրաժեշտ պայմանները մեր երեխաների համար ստանալու բարձրակարգ ֆուտբոլային կրթություն եւ մարզական դաստիարակություն։ Ցանկանում եմ առանձնատուկ նշել, որ մենք ունենալու ենք նաև խմբեր աղջիկ երեխաների համար առանձնացված ենթակառուցվածքներով եւ հույս ունեմ, որ աղջիկ դիմորդների պակաս չենք ունենալու։ Մենք եւ մեր իտալացի գործընկերները գտնում ենք, որ հայ երեխաները ունեն այդ պոտենցիալը բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար եւ ցանկանում ենք ստանալ միջավայր, որտեղ երեխաների մոտ վաղ հասակից կձևավորվի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի մտածելակերպ։ Մենք առաջնային ենք համարում մեր սաների մոտ հաղթողի հոգեբանության, ստեղծագործ մտքի եւ կամային հատկանիշների ձևավորումը։ Նախքան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալը մեզ մոտ սկզբունքային դեր են ունենալու սպորտային կարգապահությունը, ռեժիմի խիստ հետևումը, կոլեկտիվում առողջ մթնոլորտը եւ խաղընկերների հանդեպ հոգատարությունը։ Ակադեմիայի աշխատանքը բաժանված է լինելու ընդհանուր առմամբ երկու մասի՝ ադմինիստրատիվ կազմակերպչական մաս եւ տեխնիկական սպորտային մաս։ Այս երկու գործառույթները հստակ տարանջատված են լինելու եւ ունենալու են իրենց պատասխանատուները։ Ընկերության գործադիր մարմինը ակադեմիայի տնօրինությունը չի կարողանալու միջամտել բուն ուսումնական սպորտային process-ներին, որի ղեկավարը եւ պատասխանատուն լինելու է մեր տեխնիկական տնօրենը։ Ակադեմիայի գործունեության ընթացքում տեղի են ունենալու տարաբնույթ սելեկցիաներ, սաների գնահատումներ, ինչը վերապահված է լինելու բացառապես եվրոպացի մարզիչներին տեխնիկական տնօրենի գլխավորությամբ։ Այդ գործընթացները իրականացվելու են ֆուտբոլիստների որակական հատկանիշների հիման վրա, ղեկավարվելով արդար մրցակցության, թափանցիկության, որոշակիության սկզբունքներով եւ նախապես սահմանված չափորոշիչներով։ Այս մոտեցումը ամրագրված է լինելու նաեւ ակադեմիայի ներքին կանոնակարգերում։ Ակադեմիայի երկու մարզաբազաները ընդհանուր ունենալու են 13 տարբեր չափսերի բնական եւ արհեստական խոտածածկով բաց եւ փակ խաղադաշտեր։ Նշեմ, որ արհեստական դաշտերի համար Հայաստանը ներկրվել հոլանդական ամենաբարձր որակի խոտածածկեր։ Բոլոր խաղադաշտերում ունենալու ենք բարձրակարգ լուսավորության համակարգեր, ինչը հնարավորություն կտա մարզումները եւ խաղերը կազմակերպել նաեւ երեկոյան ժամերին։ Ունենալու ենք մինչև 40 երեխաների համար հյուրանոց կացարան, ինչը հնարավորություն կտա մեր ակադեմիայում մարզվելը հասանելի դարձնել նաև մարզերում բնակվող երեխաների համար։ Նախատեսված են ֆունկցիոնալ մարզասրահներ, ինչպես նաև ծնողների համար հարմարավետ սպասասրահներ։ Կրթական ծրագիրը եւ բոլոր ծառայությունների համար ակադեմիայի վարձավճարը կազմելու է ամսական 164,000 դրամ, ընտանիքի երկրորդ եւ հաջորդ երեխաների համար կգործի 20% զեղչ։ Սպորտային ծրագիրը, որով գործելու է ակադեմիան, լինելու է Յուվենտուսի պաշտոնական մարզումային ծրագիրը, որը ներդրվելու է մեր տեխնիկական տնօրենի կողմից։ Ակադեմիայում անհատական մոտեցում է ցուցաբերվելու յուրաքանչյուր սանի հանդեպ, անհրաժեշտության դեպքում երեխաների համար կազմվելու են անհատական մարզումային ծրագրեր եւ կազմակերպվելու են լրացուցիչ մարզումներ։ Բացի հիմնական մարզումային ծրագրից նախատեսում ենք պարբերաբար կազմակերպել տարբեր սպորտաձևերի մարզումներ, ինչը կնպաստի երեխաների ֆիզիկական բազմակողմանի զարգացվածությանը։ Մեր ծրագրում կախված երեխայի տարիքից ունենալու ենք նաև շախմատի, մաթեմատիկայի, անգլերեն եւ իտալերեն լեզուների դասաժամեր։ Ակադեմիայում գործելու է բժշկական ստորաբաժանում, որը հագեցած է լինելու անհրաժեշտ սարքավորումներով։ Երեխաները անցնելու են ամբողջական հետազոտություն մեզ մոտ։ Ակադեմիան ունենալու է սննդաբան, ինչպես նաև սպորտային հոգեբան, ով նույնպես անհատապես աշխատելու է երեխաների հետ։ Նշված ծառայությունները մտնելու են վարձավճարի մեջ։ Վարձավճարի մեջ ներառվելու է նաև երեխաներին տրամադրվող սպորտային համազգեստի կոմպլեկտ։ Այժմ անդրադառնամ ընդունելությանը։ Ակադեմիան նախատեսված է, ինչպես արդեն ասվեց, 1500 սաների համար։ Առաջին տարում մեր ակադեմիա կարող են ընդունվել 5-ից 12 տարեկանը ներառյալ մինչև 1000 երեխա։ Յուրաքանչյուր հաջորդ տարի ակադեմիա կարող է ընդունվել տարեկան մինչև 100 երեխա։ Բացի այդ, բոլոր 11 եւ 12 տարեկան երեխաների համար կազմակերպվելու է սելեկցիա։ Կրկնում եմ, 11 եւ 12 տարեկան սելեկցիա անցած երեխաները ակադեմիա հաճախելու են անվճար։ Նշեմ նաև, որ
Ակադեմիան պարբերաբար իրականացնելու է սաների գնահատում, ինչի արդյունքում նախապես վճարովի ընդունված, սակայն հետագայում առաջադիմություն ցուցաբերած երեխան կարող է տեղափոխվել անվճար մարզվողների խումբ եւ հակառակը։ Մեր կողմից մշակվել է Յուվենտուսի ակադեմիայի բջջային հավելված, ինչը ապահովելու է մշտական կապ մարզիկի, ծնողի եւ ակադեմիայի միջև։ Հավելվածի օգտատեր կարող է լինել եւ ակադեմիայի սանը եւ նրա ծնողը առանձին օգտահաշիվներով։ Վերջինիս օգնությամբ ծնողները հնարավորություն կունենան տեղեկանալ երեխաների հաճախումների, մարզումների ժամերի, սննդաբանի կազմած սննդակարգի, մարզիչների եւ սպորտային հոգեբանի դիտարկումների մասին։ Մեր ակադեմիան հանդիսանում է Յուվենտուսի ակադեմիաների ընտանիքի անդամ եւ տարբեր ծրագրերի շրջանակում մշտական կապի մեջ է լինելու Թուրինի հետ։ Այդ ծրագրերից եւ այլ մանրամասներից կխոսի իմ գործընկեր պարոն Ծապելյան։ Շնորհակալություն։